Բարև ձեզ։ Ես այսօր մի քանի բառով ուզում եմ խոսեմ էվթանազիայի մասին։ Էվթանազիան դա նոր ձև է ինքնասպանության, այսինքն մարդը հիմնականում իրեն ծանր հիվանդները, ովքեր ի վիճակի չեն դիմանալու ցավերին եւ նույնիսկ մորֆին չի օգնում, դիմում են էվթանազիայի, այսինքն դիմում են բժշկին, որ բժիշկը անի ներարկում, որ ինքը մահանա ու այդ տանջանքները չտանի, քանի որ անբուժելի վիճակ է եւ հույս չկա, որ ինքը կբուժվի։ Սակայն այսօրվա դրությամբ էվթանազիան շատ վատ ձևերով են օգտագործում, այսինքն օրինակ Կանադայում օրենք են ընդունել, որ 12 տարեկան երեխաներն արդեն իրավունք ունեն առանց ծնողի գիտության դիմելու էվթանազիային։ Եվ որոշ երկրներում օրենք են ընդունել, որ եթե 75 տարին լրացել է մարդը ու դեռ որոշել է ապրի, կամ պետք է ինքը դիմի էվթանազիայի եւ մահանա, կամ եթե որոշել է ապրի, իր ժառանգները ստանալու են իր ունեցվածքի կեսը։ Կարճ ասած, էվթանազիան հիմա օգտագործվում է այլ նպատակների համար, ավելի վատ բացական նպատակների համար։ Եվ եթե պետք է էվթանազիան տենց պոպուլյար լիներ, օրենքներ ընդունեին էվթանազիայի օգտին, այդ դեպքում մեր հայազգի ամերիկահայ մեր բժիշկ Ջեկը ինչու դատվեց էվթանազիա իրականացնելու համար, որը ի դեպ էվթանազիա էր իրականացնում բացառապես անբուժելի հիվանդների հետ։ Ուստի համենայն դեպս էվթանազիան շատ մեծ թեմա է, ես ժամանակ առ ժամանակ կանադառնամ, բայց նախորդ ասեմ, որ ես դեմ եմ էվթանազիային, բացի պահանջատիրական իրավունքից, բացի անբուժելի հիվանդությունները, որ շատ խիստ ցավեր են առաջացնում ու մարդը չի դիմանում, մնացած բոլոր դեպքում ես դեմ եմ էվթանազիային, որովհետև դա արդեն ոնց որ նորմա դարձած, որ մարդկանց թվաքանակը դրա միջոցով քչացնեն։ Այնպես որ խնդրում եմ գրեք ձեր կարծիքը կոմենտարիաներում, թե դուք ինչպես եք վերաբերվում էվթանազիային, արդյոք դա լավ է, թե վատ, արդյոք դա նոր ինքնասպանության ձև է, թե փրկության ձև, սպասում եմ ձեր կարծիքներին, հաջողություն։